Իսրայելի դեմ պատերազմում Իրանին ճնշելու տարբերակներից մեկը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է լինել ռազմական ճանապարհով, կարծում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Եթե հակամարտությունը երկար շարունակվի, Իսրայելը Իրանին թույլատնելու համար ամենայն հավանականությամբ կօգտագործի Ադրբեջանի ցանկությունները։ Հաշվի առնելով, որ Իսրայելը Ադրբեջանի ըստ էության դաշնակիցն է, Ադրբեջանի այդ տարածքների հանդեպ հավակնությունը օգտագործվելու է Իրանին հավելյալ խնդիրներ, Իրանի վրա հավելյալ ճնշում գործադրելու համար, Իրանի համար սպառնալիք ստեղծելու համար։ Եվ սա նշանակում է, որ ռազմական գործողությունների թատերաբեմ ամեն պահ կարող է նաև դառնալ Հայաստանի Հանրապետության տարածքը։ Մասնավորապես Սյունիքը, Ադրբեջանին ու Թուրքիային Իրանն է խանգարում ստանալ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Թել Ավիվը կարող է տալ այդ հնարավորությունը Իրանին կտրելով հյուսիսից։ Ադրբեջանը եւ Թուրքիան հետապնդելու են Սյունիքը նվաճելու, Սյունիքը մասնակի կամ ամբողջական օկուպացնելու նպատակ։ Խոսքը ռազմական ճանապարհի։ Նաև այո, այսինքն այստեղ հաշվի առնելով ինչքան լարված է իրավիճակը, ինչքան լարված է տարածաշան, ինչքան շատ զենք զինամթերք է կուտակված։ Վերջին օրերին ավելի շատ է զենք զինամթերք կուտակվել Հայաստանի սահմանների մոտ։ Նախիջևանում Ադրբեջանն ու Թուրքիան միանգամից երկու զորավարժություն են անցկացնում, մեկը հրամանատարաշտաբային, մյուսը տակտիկական։ Թուրքագետի կարծիքով Բաքուն ու Անկարան պատահական չեն ընտրել զորավարժությունների տեղն ու ժամանակը Իրանի սահմանի մոտ Իսրայելի հարձակման նախօրեին։ Պատահական չէ, որ երկու զորավարժություն ըստ էության դրված են ժամանակադրորեն իրար հաջորդող, այսինքն անմիջապես իրար հետևից են արվում, սկսվում է 12-ին հունիս, մեկը ավարտվում հունիս 19-ին, հաջորդը սկսվում է հունիս 20-ին եւ ավարտվում հունիսի 30-ին, այսինքն ըստ էության մինչեւ հունիսի վերջ, մինչեւ համարյա 1 ամիս տարածաշանում գտնվում են թուրքական զորքեր, օրինական այսպես, հա, այսինքն զորավարժության անվան տակ։ Ըստ մամուլում տարածված որոշ տեղեկությունների Իսրայելն արդեն օգտագործել է Ադրբեջանի տարածքը Իրանին հարվածելու համար։ Թուրքագետը չի բացառում, հատկապես, որ Իսրայելը հնարավորություն ունի հարվածելու եւ բուն Ադրբեջանի տարածքից, եւ Արցախի օկուպացված տարածքներից, եւ Նախիջևանից։ Պատահական չէ, որ պարբերաբար այսպես մենք ականատես ենք լինում, ինչպես է Ադրբեջանին զինում Իսրայելը հավելյալ, կնքում հավելյալ ենթակառուցվածքային պայմանագրեր, հավելյալ ենթակառուցվածքային համագործակցության մեջ մտնում, որը բնականաբար առնվազն Իսրայելի համար ունի հակաիրանական բնույթ եւս։ Տարածաշրջանի թեժ կրակից ամեն մեկը կփորձի փրկել իր հասանելիքը։ Իսրայելը լուծել Իրանի հետ միջուկային խնդիրները, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հետ տարածքային խնդիրները։ Պատկերավոր ասած, մենք հիմա Հայաստանը այսպես նստած է վառոդի տակառի վրա, ընդ որում վառոդ, որը որ տարբեր կողմերից է գալիս եւ այդ վառոդի տակառի հետ պետք է շատ զգույշ վարվել եւ շատ հետեւողական լինել եւ շատ ուշադիր լինել, որ ամեն բան այն կարող է պայթել։ Վառոդի տակառի հնարավոր պայթյունի վտանգ տեսնում է Հայաստանը, հակասական կարծիքներ ունեն հայ պաշտոնյաները։ Ապրի Արմենիայի ֆորումի ժամանակ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը մտահոգիչ հայտարարություններ է արել։ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ դասական անվտանգային սպառնալիքը, այսինքն ռազմական սպառնալիքը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է։ Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի կարողանա իր մասնաբաժին կայունությունը տարածաշրջան բերել։ Ոնց է Հայաստանի Հանրապետությունը պաշտպանվելու։ Սպառնալիքներ չի տեսնում Հայաստանի պաշտպանության փոխնախարարը։ Նա այսօր խորհրդանում լրագրողներին ասել է, թե այս պահին որևէ մտահոգիչ տվյալ չունի։ Արդեն այդպիսի իրավիճակը խնդրալուց է, որ պաշտոնական երկու անձին բոլորովին իրար հակասող տարբեր կարծիքներ են արտահայտում։ Հայաստանի սահմաններից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ գլոբալ նշանակության իրադարձություններ են տեղի ունենում, ընդգծում է թուրքագետը, ու դրանք չնկատելը չի ապահովագրում Հայաստանին հնարավոր ռազմական զարգացումներից։ Լիլիթ Սարգսյան, Նորայր Շարբաթյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։